Շնորհակալություն, պարոն Մեսրոպյան, ես երկու հարց ունեմ, փորձեմ արագ ձևակերպել։ Առաջինը կապի ոլորտին է վերաբերում, բջջային կապի հատկապես։ Մենք մինչև հիմա ունենք միջպետական ճանապարհներ, եւ հատուկ եմ շեշտում միջպետական ճանապարհներ, ոչ թե գյուղական ճանապարհներ, մարզային կամ նույնիսկ հանրապետական, որոնց բավական մեծ հատվածներում բջջային կապ կամ չկա, կոնկրետ օպերատորների, հիմա չեմ ուզում հակագովազդով զբաղվել, կամ ցույց է տալիս, որ կա, այսինքն բանը անտենաները ցույց է տալի հեռախոսը, բայց հնարավոր չի ոչ զանգել, ոչ ինտերնետից օգտվել։ Ես ենթադրում եմ, որ իրանց լիցենզիաների պայմանների մեջ դա պետք է այդ պարզ բանը գոնե պետքա լինի։ Խնդրում եմ, ես դες հետո աշխատանքային կարգով կասեմ, թեև վստահ եմ դուք եք կարող եք պարզել։ Այդ հարցին պետքա լուծում տրվի հնարավորինս արագ, որովհետև կարծես թե 21-րդ դարի արդեն առաջի 25 տարին ավարտում ենք, բայց հələ այդ հարցը կա։ Եվ երկրորդը հոսանքի անջատումներին եմ ուզում անդրադառնալ, թեև խնդիրները շատ են իհարկե այդ ոլորտում, բայց ես մի ուղղությանն եմ ուզում ուշադրություն դարձնենք բժշկական կենտրոնների սնուցումների հաճախակի անջատումներին։ Ես իհարկե հասկանում եմ, որ երբ որ լինում է վթար, դա կանխատեսելի չէ, օրինակ երեգել մեծ վթար էր, Երևանի կեսը հոսանք չուներ, բայց եթե դա պլանային աշխատանք է, օրինակ հիմա շատ ենք, չէ, նույն ձեր նախորդ հարցին ի պատասխան բավական շենքեր են սնուցումներ ստանում, այդ թվում բարձրավոլտեր են շատ գետնի տակով կամ օդով տեղափոխվում, եւ այդ անջատելու միացնելու պահերին պետքա առնվազն կրիտիկական օբյեկտներին, եթե օրինակ նույնիսկ տանն էլ է պետք իհարկե զգուշացնել, տանը ապրող քաղաքացիների ինչ-որ մեխանիզմով, բայց եթե տանը պարզապես անջատում միացում լինի, դրանից շատ բան չի փոխվի, բայց եթե հիվանդանոցում, որը նաև ունի երկրորդ գիծ, հա, բայց այդ անցումը ժամանակ է տևում, անջատում միացումը տեղ ունեն, այդտեղ ոչ միայն սարքեր եւ այլն կարող են փչանալ, որոնք շատ նուրբ են, այլև մարդու կյանքի հետ կարող են գործ ունենալ։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան, պատասխանեմ, սկսեմ երկրորդ հարցից։ Միանշանակ Հայաստանի էլեկտրական ցանցերը որևէ անջատում, պլանային անջատում իրավունք չունի առանց նախապես բաժանորդների զգուշացնելու իրականացնել։ Եթե ունենք այդպիսի փաստեր, դրանք ենթակա են հանձնաժողովի կողմից ուսումնասիրության եւ համապատասխան տուժեր կիրառելու տվյալ ընկերության նկատմամբ։ Բայց քանի որ հիվանդանոցները եւ նմանատիպ այլ կառույցները պետության մեջ համարվում են առաջի կարգի սպառողներ, ճիշտ կլինի, որ իրենք ունենան ոչ միայն երկրորդային սնուցում, այլ նաեւ ունենան դիզել գեներատորներ, բայց ես տեղյակ եմ ձեր բարձրացված հարցի նրբություններից, տվյալ տարածքում դուք թերևս ունեք ոնց որ թե երկրորդային սնուցում, բայց այդ համապատասխան ավտոմատիկան տեղակայելու բացակայության պատճառով է, բայց միևնույն է, սա Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ մաշինետիրական ընկերությունը չի ազատում իր համապատասխան պարտավորություններից անջատելուց առաջ, պլանային անջատումներ կատարելուց առաջ զգուշացնի, որպեսզի այդ կարճատև անցումը տվյալ սարքավորումների, տվյալ նուրբ եւ բարձր արժեք ունեցող սարքավորումների վրա այլ վատ հետևանքներ չունենա։ Կապի ոլորտի հետ կապված մենք հաճախ մեծ ուրախությամբ նշում ենք, որ հանրապետությունով մեկ բավական բարձր տոկոս ծածկույթ ունենք, բայց դա վերաբերվում է տարածքի ծածկույթին այս կամ այն օպերատորի միջոցով, բայց դա չի նշանակում ցավոք սրտի, որ մեր բոլոր օպերատորները համապատասխան տոկոսի անտենաներ կամ համապատասխան սարքավորումներ ունեն, ենթադրենք ես Viva-ի բաժանորդ եմ, մյուսը Armentel-ի, հա, կամ մեկ այլ ընկերության, կարող է ճանապարհին Երևանից Սիսիան ճանապարհը հատվածի վրա լինեն հատվածներ, որ բաժանորդներից մեկը անհասանելի դառնա։ Այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է, օպերատորների հետ ունենք նման քննարկում, որպեսզի կարողանան գալ համաձայնության, մեկը մյուսի սարքավորումներից օգտվելու հնարավորություն տա, որ սովորական բաժանորդները նման խնդրի առաջ չկանգնեն։ Փորձենք սա անպայման հասցնել իր տրամաբանական ավարտին, որովհետև նման բողոքները եւս վերջին շրջանում էլ ավելի են սրվում։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Մեսրոպյան, դուք արդարացիորեն նշեցիք այդ ուղղություններից մեկը, օրինակ Երևան Սիսիան ճանապարհին եւ մի քիչ էլ ավելի հեռու Գորիս կապան
մի տեղ չի, որ այդպիսի խնդրեմ կա, բազմաթիվ տեղերում այդպիսի խնդրեմ կա, եւ ես դες խնդրում եմ արագ լուծել այդ հարցը, որտեղ մենք այլ մեր գործընկերների էլ ենք նախկինում տվել այդ հարցը եւ ստացել ենք նմանատիպ պատասխան, հատկապես այդ իրար անտենաների օգտագործելու մասով, բայց միևնույնն է մնում ենք այդ իրավիճակում։ Ես ամեն դեպքում շատ ճամփորդելով Հայաստանում տարբերություն չեմ տեսնում եւ ինքս էլ արդեն մոտարպես գիտեմ, որ եթե ես մոտակա 2 կիլոմետրի վրա չի աշխատելու, չեմ փորձում այդ ընթացքում օգտվել հեռախոսից, սպասում եմ հասնենք ավելի հասանելի տեղ եւ նոր օգտվել, մյուս մասով էլ իհարկե պետք է ունենան եւ մեր հիվանդանոցների ճնշող մեծամասնությունը ունեն դիզելային գեներատորներ, նաեւ ունեն նաեւ երկրորդ գծեր։ Սովորաբար, եթե այդ հասանելիությունը կա, իդեպ դրանց մեծ մասն էլ էս վերջերս 20 թվականի տեսքով հենց պետությունն է տրամադրել, բայց միևնույնն է, այդ պլանայինի զգուշացումը ինչ որ մեխանիզմով դա կլինի բջջային հեռախոսով, SMS-ով, հատուկ հավելվածով պետք է արվի, որտեղ իրոք բան է, շատ կարևոր խնդիր է, շնորհակալություն։ Սովորաբար հենց այդ ձևով էլ արվում է դա, բայց եթե դուք խոսում եք դեպքի մասին կամ դեպքերի մասին, որտեղ որ պարզապես տվյալ բաժանորդին չեն զգուշացրել, դա ասում եմ արդեն կոնկրետ վարույթի թեմա է եւ պետք է ուսումնասիրել եւ համապատասխան տուժի ենթարկել։